Նախորդին Թբիլիսիի կենտրոնից անհետացած ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի պատմությունը նոր թափ է ստանում։ Հարազատներն ու իրավապաշտպանները պնդում են, թե Աֆղան Մուխտարլիին իրականում վրացի ուժայիններն են առևանգել ու ապօրինի արտահանձնել Ադրբեջանին։ Ակտիվիստը Վրաստանում ապաստան էր ստացել 3 տարի առաջ, երբ Ալիևների կոռուպցիոն գործարքները բացահայտող նյութերից հետո հայտնվել էր իշխանությունների թիրախում։ Մուխտարլիի հետաքննական հոդվածներից մեկն օրինակ ներկայացնում էր իրավիճակը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, փորձելով պարզել ուր է կորչում զինվորների համար նախատեսված միսն ու մթերքը։ Այժմ հարազատներն ու ընկերներն են փորձում հասկանալ, ինչպես է նա Թբիլիսիի կենտրոնից Բաքվի կալանավայր հասել։ Նրա անձնագիրն այժմ իմ ձեռքում է, Ազատության նախագծածրագրին պատմել է Աֆղանի կինը Լեյլա Մուստաֆաևան փաստելով։ Ստացվում է, որ նրան ուղղակի գերեվարել են ու հանձնել Ադրբեջանի իշխանություններին, քանի որ հենց այնպես առանց անձնագրի հնարավոր չէ Ադրբեջանի սահմանը հատել։ Ինքը լրագրողը փաստաբանի միջոցով որոշ մանրամասներ է փոխանցել, պնդելով, թե իրեն Թբիլիսիի կենտրոնից առևանգել է քաղաքացիական հագուստով վրացերեն խոսող մի տղամարդ։ Հետո նրան են միացել այլ անծանոթներ, որոնք ոչ միայն բռնության են ենթարկել լրագրողին, այլև գրպանը մոտ 10,000 եվրո գումար խցկել։ Ադրբեջանի սահմանը հատելուն պես արդեն իրավապահները նրան ձերբակալել են գումարի անօրինական տեղափոխման եւ սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով։ Ակնկալվում է, որ այսօր երեկոյան Բաքվի դատարանը կորոշի խափանման միջոցի հարցը։ Նրան կապկպել ու ծեծել են, Աֆղանի ճակատին ու քթին հստակ երևում են բռնության հետքեր, աչքերի տակ արնազեղումներ կան։ Իդեպ առևանգումից ընդամենը մի քանի օր առաջ Ջեմ Նյուզ ինտերնետային կայքի հետ զրույցում Մուխտարլին ասել էր. Վրաստանն այլևս ապահով երկիր չի Ադրբեջանի ընդդիմադիրների համար։ Լինում է, որ քեզ բացահայտ ողջ օրը հետևում են, իսկ հետո դրանտակ լուսանկարներ են թողնում, որտեղ երևում է, թե որտեղ ես եղել եւ ինչ ես արել։ Վերջին կես տարում Վրաստան տեղափոխված ադրբեջանցի ակտիվիստներին, լրագրողներին, իրավապաշտպաններին ձգտում են այստեղից դուրս հանել։ Ժամանակին մենք հպարտանում էինք Վրաստանով, հիմա ամաչում ենք, իր հերթին հայտարարել է ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, այժմ Եվրոպայում ապաստանած Արիֆ Յունուսը հավելելով. Ինչ ինքնիշխանության մասին է խոսքը, եթե Ադրբեջանի հատուկ ծառայությունները հանգիստ կարող են մտնել Վրաստանի տարածք ու մարդ առևանգել։ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը եւս սոցիալական ցանցում գրել է ամոթ Վրաստանին, քանի դեռ պաշտոնյաները հստակ չեն բացատրել ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Իշխանություններից պարզաբանումներ լսելու համար այսօր մի քանի տասնյակ վրացի լրագրողներ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի առաջ։ Ազատության հետ զրույցում պատմում է Թբիլիսիում գործող Ալիք մեդիայի գլխավոր խմբագիր Արսեն Խարատյանը։ Ընդհանուր առմամբ խոսակցությունը այն մասին է, որ փաստորեն վրացական իշխանությունները այնքան չեն կարողանում իրավիճակ կառավարել, տնօրինել, որ այս երկրի տարածքում հնարավոր է այդպիսի ուրեմն օպերացիա ճակերտավոր իրականացնել։ Իրավապաշտպան մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում Amnesty International-ն ու լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել են կատարվածը, կոչանելով անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Աղմկահարույց միջադեպից 2 օր անց այսօր Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց տեղեկացնելով հարուցվել է քրեական գործ մարդուն ապօրինի ազատությունից զրկելու հոդվածով։ Երբ կպարզվեն փաստացի բոլոր հանգամանքները, մենք հանրությանը կներկայացնենք մանրամասներ, ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։